Հասարակության համար երբեմն տեսանելի չէ այն ահռելի աշխատանքը, որը կա անշունչ տեքստերի հետևում։ 2024-ի մայրաքաղաքային 94.5% կատարած բյուջեն ավականուն ներկայացնելիս պատասխանատու պաշտոնյան է ասում. հավակնոտ քաղաքային ծրագրի հետ են գործ ունեցել, նաև դասեր քաղել, չդիտարկել մեկ տարվա կտրվածքով, հնգամյա զարգացման ծրագրի մի մասն է, նշում է. Այն աշխատանքները կամ միջոցառումները, որոնք որ ապահովել են կամ մեկնարկել են 24 թվականի ընթացքում այս կամ այն չափով քաղաքային իշխանությանը եւ համայնքին մոտեցնում են հնգամյա պլանով ամրագրված հանձնառությունների ամբողջ ծավալով կատարմանը։ Իսկ ինչը չենք կատարել կամ արել ենք թերի, այստեղ ընդդիմությունից միանգամից են հարցնում. Այն ծրագրերը եւ այն միջոցառումները, որոնք ծրագրի շրջանակներում պլանավորված են, իրենց բնույթով ենթադրում են ծավալուն շարունակական աշխատանքներ, այսինքն ինչ որ մի կոնկրետ բան մեկ տարվա ընթացքում անել եւ ավարտելու մասին չի խոսքը, այլև հիմնականում ստրատեգիական բնույթի նախաձեռնություններ են սրանք։ Մեր խոշոր հիմնական ծրագրերով թերակատարումներ որպես այդպիսին չունենք, այսինքն մեր նախընտրական խոստումների ծրագրով ունենք ծրագրեր, որոնցից առհասարակ հրաժարվել ենք եւ դրանց մասին բարձրաձայնել ենք, մասնավորապես փողոցային մի քանի հանգույցներում քաղաքաշինական որոշակի լուծումներից։ Տրանսպորտի հարցը քաղաքում շարունակում է արդիական մնալ, ավականին որոշեց զինվորական ծառայության հետ պատճառական կապով երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող մեր երկրի բոլոր քաղաքացիների համար տրանսպորտը դարձնել անվճար։ Տրանսպորտի սակագնի հետ կապված ընդդիմությունն էլ նախագիծ ուներ։ Մայր Հայաստանը տասնյակ հազարավոր քաղաքացիների ստորագրություն է բերել քաղաքապետարան, որ մեկ ուղևորությունը արժենար 100 դրամ, տրանսպորտային փաթեթներով էլ ավելի էժան։ Քաղաքային իշխանությունը սակայն նիստին չեկան, այն չկայացավ։ Շատ լավ իմանալով, որ Մայր Հայաստանը բացի քաղաքական գնահատական հնչեցնելուց նաև փաստեր, թվեր, վիճակագրություն ա վերհանում, որը հերթական անգամ այդ տիղմը հանում ա ջրի երես, որ կա այդ համակարգում, նաև դրանից վախենալով, խուսափելով, իրենք դեմարշ արեցին։ Դահլիճից դուրս էլ կրքերը թեժացան, հարկից հարկ է իշխանության ու ընդդիմության բանավեճը։